Բարև ձեզ հարգելիները, շարունակվում է աստրողեցույցը, այսօր կխոսեմ աղնավորների մասին, աղնավորներ են համարում նրանք, ովքեր ծնվել են նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 22-ը ընկած ժամանակահատվածում, սա արական նշան է, կառավարում է Յուպիտերը, մետաղը անագ, հրեշտակը զադիկիլ, օրը հինգշաբթի, էներգետիկ թալիսմաններն են, նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 3-ը տոպազ, դեկտեմբերի 3-ից 12-ը ռուբին և նռնակար, դեկտեմբերի 13-ից 22-ը սատ, Յուպիտերը մարդու մարմնում կառավարում է մեջքի մկանները, արյունը, երակները, նյարդային համակարգը, լյարդը։ Եթե անձնական քարտեզում Յուպիտերը ունի բարդ դիրքավորում, ապա կարող են ի հայտ գալ հետևյալ խնդիրները՝ ռևմատիզմ, պոդագրա, ռադիկուլիտ, ազդրերի մկանների հետ կապված խնդիրներ, հատկապես եթե զբաղվում եք սպորտով, վերին լեղապարկի հիվանդություններ, ասթմա, բրոնխիտ, թոքաբոր, նյութափոխանակության խանգարումներ, հակում գիրացման, աչքի շլություն, կարևոր հիշեցում, այս բնութագիրը ընդհանուր է և չի վերաբերվում բոլոր աղնավորներին։ Աղնավորները նման են մոմակալի, որտեղ միաժամանակ բազմաթիվ մոմեր են վառվում։ Դա խորհրդանշում է նրանց գլխում ծնվող անթիվ մտքերն ու վառ գաղափարները։ Աղնավորները օժտված են արթուն մտքով, բարձր հոգևոր արժեքներով, փիլիսոփայական հայացքներով, նրանք ազնիվ են, առատաձեռն, օժտված զարմանալի կանխազգացմամբ, որը հաճախ հասնում է հեռատեսության կամ մարգարեական ձիրքի։ Նրանց բնորոշ է լավատեսությունը, կարողանում են տեսնել լույսը նույնիսկ ամենամութ իրավիճակներում։ Նրանց դրական էներգիան վարակիչ է շրջապատի համար։ Սովորաբար աղնավորները սիրում են սովորել, նրանց կարող է հետաքրքրել ամեն բան՝ փիլիսոփայությունից մինչև այլ երկրների մշակույթներ և պատմություն։ Լինելով մեծ երազողներ, նրանք երբեմն բաց են թողում կարևոր մանրուքներ, քանի որ նոր գաղափարները նրանց արագ են գերում և մղում դեպի նոր հորիզոններ։ Կա երկու տիպի աղնավորներ։ Առաջին տեսակի աղնավորները իմպուլսիվ են, ձգտում են անկախության, ազատության, անկեղծ են, անմիջական, համառ, բարեգործ, ունեն լավ հիշողություն, կարեկցում են թույլերին և բարեհոգի են։ Երկրորդ տիպի աղնավորները ունեն մեծ կիրք հասարակության մեջ, հասնել փառքի, իշխանության։ Սենտիմենտալ են, սահմանափակումների, ճնշումների, հարկադրանքի նկատմամբ։ Նրանք կարողանում են հմայել, կայթակղել, իրենց մասին լավ կարծիք ստեղծել, սիրում են գնալ հաճույքների, զվարճանքների, խնջույքների հետևից։ Նաև ունենում են շատ սիրային արկածներ։ Յուպիտերի ազդեցության շնորհիվ աղնավորները հաջողակ են այն ոլորտներում, որտեղ պահանջվում է հեղինակություն և գիտելիք։ Նրանք հիանալի փաստաբաններ են, դատավորներ, իրավաբաններ, գիտնականներ, պատմաբաններ, մշակույթի գործիչներ, տաղանդավոր ուսուցիչներ, նաև լավ բժիշկներ, հատկապես հոգեթերապևտներ, լավ կրոնական գործիչներ և հոգևոր առաջնորդներ։ Կարող են հաջողել նաև զինվորական ոլորտներում, քանի որ նրանք սիրում են ճանապարհորդել, ապա կարող են լինել լավ գիդեր կամ ստեղծել տուրիստական ընկերություններ։ Իսկ ինչու է ձեր նշանը հարգելի աղնավորներ կիսամարտի կամ այսպես ասած կենտավրոսի կերպարի տեսքով։ Ըստ հունական առասպելի Պրոմեթևսը տիտան էր, ով սիրում էր մարդկանց, երբ Զևսը որոշեց մարդկանց զրկել կրակից, գիտությունից, Պրոմեթևսը գողացավ այն Օլիմպոսից և տվեց մարդկությանը։ Դա թույլ տվեց մարդկանց զարգանալ և ստեղծել քաղաքակրթություն և արհեստներ։ Եթե ուշադիր ընթերցել եք Աստվածաշունչը, ապա այստեղ մի փոքր կա նմանություն Ադամի և գիտության ծառի հետ։ Զևսը բարկացավ այս արարքից, Պրոմեթևսին շղթայեց Կովկասյան լեռներ։ Ամեն օր մի արծիվ թռչում էր նրա մոտ և ուտում նրա լյարդը։ Քանի որ Պրոմեթևսը անմահ էր, լյարդը վերականգնվում էր, բայց հաջորդ օրը այս արարքը կրկնվում էր և այս պատիժը պետք է տևեր հավերժ։ Նույն ժամանակահատվածում Հերկալեսը շատ պատահաբար թունավոր նետով վիրավորում էր Քիրոնին։ Ի տարբերություն մնացած կենտավրոսների, Քիրոնը շատ իմաստուն էր և բարի։ Քիրոնը նույնպես չէր կարող մեռնել, բայց վերքերը անբուժելի էր, և նրան սոսկալի ցավ էր պատճառում այն, և որպեսզի Պրոմեթևսը ազատվի շղթաներից, ինչ-որ մեկը պետք է կամավոր հրաժարվեր իր անմահությունից և գնար մեռյալների թագավորություն Հադես նրա փոխարեն։ Իմաստուն Քիրոնը, տեսնելով Պրոմեթևսի և իր տառապանքները, համաձայնվեց զոհաբերել իր անմահությունը։ Դրանում նա ազատվեց հավերժական ցավից և Պրոմեթևսին ազատեց շղթաներից։ Այս առասպելը ցույց է տալիս աղեղնավորների էությունը, ամենավեհ կողմը, անձնազոհությունը հանուն գիտելիքի և մարդկությանը։ Պրոմեթևսը մարդկանց տվեց լույս ու կրակ, գիտելիք, իսկ Քիրոնը իր կյանքը, որպեսզի այդ լույսը չմարի։ Զևսը ի նշան հարգանքի Քիրոնին բարձրացրեց երկինք և դարձրեց համաստեղություն, իսկ Քիրոնի կիսամարդ տեսքը խորհրդանշում է մարդու երկակիությունը։ Մարմնի ստորին մասը ներկայացնում է կենդանական վնասները և ուժեղ երկրային էներգիան, իսկ վերին մասը՝ մարդկայինը, բանականությունը, հոգևոր ու գիտակցությունը։
Աղնավորի ձեռքի սլաքը պատահական չի, այն միշտ ուղղված է դեպի վեր կամ դեպի հեռուն։ Ես խորհրդանշում եմ մարդկային մտքի թռիչքը, ձգտումը դեպի բարձրագույն գիտելիքը, ճշմարտությունն ու ապագան։ Ահա այսքանը աղնավորների մասին, հարգելիներս, եթե այն ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք, հավանեք, հաջորդիվ կխոսենք Ուրանի և իր կողմից կառավարվող ջրհոս նշանների մասին։ Մնացեք բարյավ, կհանդիպենք։